ժամանմանը վան։ Այդ բողոքի ցույցը տեղի ունեցավ Վանի մոտ ափին, որտեղից որ նավը պետք է մեկներ Վանա աղթամար կղզի։ Եվ կուսակցությունը պատրաստվում է նաև նույնպես այժմ բողոքի ցույցեր կազմակերպվել ուրեմն այդ միջոցառումների դեմ, սակայն հատուկ ծառայությունները խոստանում են, որ դա ոչ մի դեպքում չի խանգարի միջոցառումների անցկացմանը եւ խոստանում են, որ անվտանգության բոլոր հիերարխիկները կազմակերպեն։ Լավ, Արտյոմ։ Անցնենք առաջ։ Երևանում կայացել է կառավարության հերթական նիստը։ Քննարկվել են մի շարք հարցեր։ Գործադիրը հավանություն է տվել մաքուր հայրենիք ազգային ծրագրին, որի անհրաժեշտությունը վարչապետը պայմանավորել է հատկապես քաղաքային բնակավայրերում տիրող էկոլոգիական վիճակով։ Կառավարությունն ակնկալում է, որ ծրագիրը հնարավորություն կտա կատարելագործել օրենսդրական դաշտը, առավել արդյունավետ օգտագործել շրջակա միջավայրի մաքրության ու պահպանման միջոցները, փոխել հասարակության վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։ Պրոբլեմը շատ սուր է այսօր դրված Հայաստանում, կարծում եմ կհամաձայնվեք։ Ցանկացած ճանապարհով Երևանից դուրս եք գալիս, աջ ձախ հիմնական մայրուղիներից մտնում եք, անտանելի վիճակ է, անտանելի։ Եվ մենք պետք է քարոզենք անհանդուրժողականություն, որպեսզի այս երևույթները այլևս տեղ չգտնեն եւ դրա համար համալիր միջոցառում է, որը իր մեջ ներառում է կրթական համակարգը, դաստիարակությունը, դպրոցներից սկսած, տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրությունն ենք հրավիրում, լիազորություններ ենք տալիս եւ ընդհանուր առմամբ պարոն Պապյան ճիշտ է նշում, որ պետք է մեր վերաբերմունքը փոխվի, հասարակության վերաբերմունքը պետք է փոխվի։ Որպեսզի մեր հայրենիքը լինի նաև մաքուր։ Դե ինչ, օրվա մարզական լրահոսը սկսենք Սինգապուրից, որտեղ ընթանում են պատանեկան օլիմպիական առաջին խաղերը։ Ինչ տեղեկություններ կան մարզիկների ելույթներից կասի երևի Վարդան Թադևոսյան։ Նվեր մեր 14 մարզիկներից 7-ը արդեն ավարտել են իրենց մրցելույթները, 2 լողորդները, նետաձիգն ու մարմնամարզիկը տուն են վերադառնում առանց մեդալի, իսկ 2 ծանրորդ եւ 1 ըմբիշ արդեն ունեն մեդալներ։ Սպորտի գործընկեր Viva Cellentes։ Սինգապուրի օլիմպիական պատանեկան առաջին խաղերում Հայաստանի պատվիրակության օգտին 3-րդ մեդալը գրանցվեց, պատվո-պատվանդան է բարձրացրել ծանրորդ Գոռ Մինասյանը, 85 կիլոգրամ քաշային գյումրեցի։ Այսօր առավոտյան Գոռը պոկել է 160 կիլոգրամ, հրել 190 եւ երկամարտի 350 կիլոգրամ արդյունքով գրավել է երկրորդ տեղն ու արժանացել արծաթե մեդալի։ Նա ընդամենը 1 կիլոգրամով է ետ մնացել իրանցի Ալիռեզա Կազեմի Նեջադից։ Սինգապուրից տեղեկությունները հեռախոսով մեծ հաղորդում ՀԱՕԿ-ի փոխնախագահ գլխավոր հանձնակատար Դերենիկ Գաբրելյանը։ Այսօր մեր ծանրորդը պայքարում էր իրենից ծանր 32 կիլո իրենից ծանր Իրանի առաջատար ծանրորդի հետ։ Ասեմ, որ Գոռի, որը ներկայացնում էր Գյումրի քաղաքը, արեց ամեն ինչ հաղթանակի հասնելու համար, սակայն 1 կիլոգրամով պարտվեց։ Մեր մարզչական կազմը արեց ամենը հաղթանակի հասնելու համար, սակայն զգացվեց Գոռի երիտասարդ լինելը, որովհետև ինքը դեռ 16 տարեկաններ չի լրացել, 15 տարեկան է, ամենաերիտասարդ մարզիկներից մեկն է։ Իհարկե տրամադրությունները մի քիչ ընկել է, որտեղ մենք սպասում ենք ոսկե մեդալի, ոչ թե միայն ես, այլ հայ ժողովուրդը, ինչ վերաբերում է մյուս մեր տղաներին, Արտակը, որը ներկայացնում էր հոկտեմբերանը, գերազանց հասկացվեց 2 մարտ, սակայն պարտվեց ռուս մարզիկ, որը դարավ հաղթող չեմպիոն օլիմպիական խաղերի, բայց ես կարծում եմ, որ ինքը արեց ամենը հաղթանակի հասնելու համար եւ ազատ ոչի մեր նշամարտ այսօր ունի ըմբիշ, որը կարող է պայքարի աշխարհի եւ մեծ բոլոր խոշոր մրցումների ժամանակ։ Սինգապուրից հեռախոսով ուղիղ կապի մեջ էր Դերենիկ Գաբրելյանը։ Առաջին համահայկական շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրում առաջատարները խաղացին ոչ ոքի, Գրիգոր Սևակ Մխիթարյանը մրցեց Վիգեն Միրումյանի, Գոռ Հայրապետյանը Տիգրան Պետրոսյանի, Տիգրան Քոթանջյանը Դավիթ Հարությունյանի հետ։ 5 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Մխիթարյանը Բրազիլիայից եւ Միրումյանը Չեխիայից։
Սեպտեմբերի 2-ին Երևան կժամանեն հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆան և Եվրոպական ֆեդերացիայի գործկոմի անդամ Ֆրանցիշեկ Տաբերսկին։ Մարզաձևի պատասխանատուները ներկա կլինեն Վանաձորում մեկնարկող Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթի հանդբոլի միջազգային երկրորդ մրցաշարին։ Գլխավոր մրցանակը վիճարկելու համար Հայաստան կժամանեն Վրաստանի, Բելոռուսի և Իրանի Իսլամական Հանրապետության տղամարդկանց հավաքականները։ Ի դեպ, իրանցի մարզիկները հանդիսանում են առաջին մրցաշարի հաղթողներ։ Մարզասերներին տեղեկացնենք, որ Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի նորացված կազմով։ Մեր թիմի անդամներից 9 ֆրանսիահայեր են, որոնք խաղում են Ֆրանսիայի տարբեր դիվիզիոններում։ Մրցաշարը կանցկացվի շրջանաձև մրցակարգով և կավարտվի սեպտեմբերի 4-ին։ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյօֆի առաջին խաղում Պորտուգալիայի Բրագան սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ Իսպանիայի Սևիլիայի նկատմամբ։ Միակ գնդակը 62 րոպեին խփեց 27-ամյա բրազիլացի արձակվող Լեյտե Մատեուսը։ Թել Ավիվի Հապոելը Ավստրիայում հանդիպեց Զալցբուրգի հետ և առավելության հասավ 3-2 հաշվով։ Իսրայելցիների կազմում հաշիվը 3-րդ րոպեին բացեց դարպասապահ Էնեյման, ով դիպուկ իրացրեց 11 մետրանոցը։ Չեմպիոնների լիգայի 4-րդ ընտրական փուլում Մոլդովայի Շերիֆը Շվեյցարիայում առաջին հանդիպումն անցկացրեց և 0-1 հաշվով պարտվեց Բազելին։ Մոլդովացիներն ունեին մի քանի 100% հնարավորություն, սակայն օգտագործել դրանք չկարողացան, իսկ դաշտի տերերը հաղթեցին 54-րդ րոպեին Շտոկերի խփած գոլի շնորհիվ։ Իտալիայի Սամդորիան 4-րդ որակավորման փուլի առաջին հանդիպումն անցկացրեց Բրեմենում։ Վերդերի հետ հանդիպման վերջին րոպեին իտալացիները խուսափեցին խոշոր հաշվով պարտությունից։ Գերմանացիները 69-րդ րոպեին արդեն հաղթում էին 3-0 հաշվով։ Սամդորիան 66-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Հայաստանի չեմպիոն Փյունիկին Չեմպիոն լիգայի որակավորման երկրորդ փուլից դուրս թողած Բելգրադի Պարտիզանը խմբային փուլ դուրս գալու համար պայքարում է Բելգիայի Անդերլեխտի հետ։ Թիմերի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Սերբիայում և ավարտվեց ոչ ոքի 2-2 հաշվով։ Դրսում խփած երկու գնդակը մեծ առավելություն է տալիս Անդերլեխտին։ Պատասխան հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 24-ին։ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն մեկ ամսով աշխատանքից հեռացրել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարլուշ Կեյրուշին։ Պարզում է աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում Կեյրուշը վիրավորել է ֆեդերացիայի հակադոպինգային կոմիտեի ղեկավար Լուիշ Օրտուին և բժիշկներին։ Այսպիսով Պորտուգալիայի ազգային հավաքականը Եվրո 2012-ի Կիպրոսի և Լեհաստանի հետ ընտրական հանդիպումները կանցկացնի առանց գլխավոր մարզչի։ Շատ խիստ որոշում գլխավոր մարզչի նկատմամբ։ Ոչինչ, մի կերպ կտանի մարզիչ։ Եվ այս թողարկման վերջին տեղեկությունը Ղրիմը ապագայում կանջատվի Ուկրաինայից բառի բուն իմաստով։ Թերակղզու հիդրոմեծառայության ղեկավար Նիկոլայ Կուլբիդայի խոսքով Սև ծովի մակարդակի 50 սանտիմետրով բարձրացման դեպքում Ղրիմը կդառնա կղզի։ Այս վարկածը հաստատում են մի շարք գիտնականներ, ովքեր այս տարի ծովի մակարդակի 30-ից 40 սանտիմետր բարձրացում են գրանցել։ Սակայն Ղրիմի գիտությունների ակադեմիայի ղեկավար Վիկտոր Տարասենկոն գտնում է, որ Ղրիմը կղզի կդառնա ոչ ավել ոչ պակաս 100,000 տարի հետո։ Մյուս կողմից աշխարհի գիտնականները կանխատեսում են, որ գլոբալ տաքացման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում 2100 թվականին համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացած կլինի շուրջ 1,5 մետրով։ Այսպեսին է հորիզոնը, մենք կհանդիպենք դեռ հեռանկարում, իսկ առջևում հորիզոնի հավելվածն է։ MTS Connect օրեցօր։ Վճարեք միայն այն օրերի համար, երբ միանում եք ինտերնետին։ Ասահմանափակ ինտերնետ 1 օրը 500 դրամ։